Ողջույն փոքրիկներ։ Ես եւ Բեբուկը շարունակում ենք կարդալ ձեր սիրելի հեքիաթները։ Բեբուկ, այսօր ո՞ր հեքիաթն ենք կարդալու։ Այս անգամ կընթերցենք Կարմիր գլխարկը հեքիաթը։ Հրաշալի է։ Դե սկսեցինք։ Լինում է չի լինում մի փոքրիկ աղջիկ։ Մայրիկն ու տատիկը նրան անչափ շատ էին սիրում։ Թորնիկի ծննդյան օրվա կապակցությամբ տատիկը նրան մի կարմիր գլխարկ էր նվիրել, որը շատ էր դուր եկել աղջնակին։ Անverջ նրա գլխին էր կարմիր գլխարկը։ Ասում են նույնիսկ գիշերները չէր հանում գլխից։ Այդ պատճառով բոլոր ծանոթներն ու հարևանները նրան անվանում էին Կարմիր գլխարկ։ Մի անգամ կարմիր գլխարկի մայրիկը կարկանդակ է թխում։ Մի քանի կարկանդակ դնելով զամբյուղի մեջ, ասում է աղջկան. Կարմիր գլխարկ, տար այս զամբյուղը տատիկին, նա վատառողջ է, զգույշ կլինես չմոլորվես անտառում, անպայման կհարցնես, թե ինչպես է տատիկի առողջությունը, եւ ամենակարևորը չուշանաս, երեկոյան տանը կլինես։ Կարմիր գլխարկը վերցնում է զամբյուղը եւ անմիջապես ճանապարհ ընկնում։ Տատիկն ապրում էր անտառի մյուս կողմում, առանձնացված մի տնակում։ Անտառում ապրում էր նաև գորշ գայլը։ Դեպի տատիկի տուն տանող ամենաապահով ճանապարհն անցնում էր անտառի եզրով, որով էլ հենց շարժվում էր կարմիր գլխարկ։ Գայլը դուրս է թռչում ծառի հետևից եւ կտրում աղջկա առաջը։ Այսօր ես գնում կարմիր գլխարկ։ Ես տատիկիս մոտ։ Իսկ ջերու է ապրում տատիկդ։ Անտառի մյուս ծայրում։ Իսկ այդ ինչ ես ստանում։ Կարկանդակներ, տատիկս վատառողջ է, գնում եմ նրան տեսակցություն։ Լավ, կարմիր գլխարկ։ Իսկ ինչու ես այս երկար ճանապարհով գնում։ Ահա այս արահետով ավելի շուտ կհասնես։ Բացի այդ ճանապարհին գեղեցիկ ծաղիկներ են աճում։ Ծաղիկներ։ Ծաղիկներ շատ եմ սիրում։ Հենց այդպես էլ կանեմ, շնորհակալ եմ։ Գայլը խաբեց կարմիր գլխարկին, որ ինքը շուտ հասնի տատիկի տուն։ Շատ խորամանկ էր գայլը, նա որոշել էր ուտել եւ կարմիր գլխարկին եւ տատիկին։ Մինչ կարմիր գլխարկը երկար ճանապարհով կգնար դեպի տատիկի տուն, գայլը արդեն հասել էր այնտեղ։ Գայլը մոտենում է դռանը եւ թակում։ Ո՞վ է։ Ես եմ տատիկ, կարմիր գլխարկը։ Քեզ կարկանդակներ եմ բերել, որպեսզի ուտես եւ շուտ առողջանաս։ Բարանը քաշիր, դուռը կբացվի, ապչի։ Գայլը վրա է հասնում եւ ողջ կուլ է տալիս տատիկին։ Վերջապես այսօր փարեղ ընթրիք կունենամ։ Նա հագնում է տատիկի շորերը, մտնում անկողին եւ սպասում կարմիր գլխարկին։ Շուտով հայտնվում է կարմիր գլխարկ։ Ո՞վ է։ Ոյ, ինչ վախենալու ձայն է։ Բայց երևի տատիկը մրսել է, այդ պատճառով էլ ձայնը կոշտացել է։ Ես եմ կարմիր գլխարկը, տատիկ։ Քեզ կարկանդակներ եմ բերել, որպեսզի ուտես եւ առողջանաս։ Բարանը քաշիր եւ դուռը կբացվի, թորնիկս։ Այ, տատիկ։ Կարկանդակները դիր սեղանին ու եկ ինձ մոտ։ Տեսնեմ դու ինչպես ես։ Տատիկ, իսկ քո ձեռքերն ինչու են այդքան մեծ։ Որպեսզի քեզ ամուր գրկեմ, թորնիկս։ Տատիկ, իսկ քո ականջները ինչու են այսքան մեծ։ Որպեսզի քեզ լավ լսեմ, թորնիկս։ Տատիկ, իսկ քո աչքերը ինչու են այդքան մեծ։ Որպեսզի քեզ լավ տեսնեմ, թորնիկս։ Տատիկ, իսկ քո բերանն ինչու է այդքան մեծ։ Որպեսզի քեզ ագահորեն խժռեմ, թորնիկս։ Այդ պահին տատիկի տան մոտով անցնում էր փայտահատը։ Նա լսում է տատիկի տան աղմուկը եւ հասկանում է, թե ինչ է պատահել։ Առանց երկար բարակ մտածելու, փայտահատը մոտենում է տատիկի տանը եւ նկատում, որ դուռը կիսաբաց է։ Նա մտնում է ներս ու անմիջապես կացնով պատռում գայլի փորը։ Եվ հանկարծ գայլի փորից դուրս են գալիս կարմիր գլխարկը ու տատիկը, երկուսն էլ ողջ ու անվնաս։ Գայլը այլևս ոչ ոքի չէր անհանգստացնում ու արդեն բոլորը կարող էին հանգիստ մտնել անտառ։ Իսկ կարմիր գլխարկը արդեն առանց վախենալու շուտ այցելում էր տատիկին։
Բեբուկ, մեր հեքիաթը ավարտվեց։ Դե, նշանակում է արդեն քնելու ժամանակն է։ Բարի գիշեր, փոքրիկներ եւ անուշ երազներ։ Բարի գիշեր։